Ուշ երեկոյան Իրանը լայնամասշտաբ պատասխան հարված է հասցրել Իսրայելին։ Գործողությունը ստացել է իրական խոստում 3 անվանումը։ Հրեական պետության ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Իսրայելական կողմը գործարկել է հոբ համակարգը, սակայն Թել Ավիվում, Արվարձաններում եւ Երուսաղեմում հզոր պայթյուններ են որոտացել, կան լուրջ ավերածություններ։ Հրթիռակոծությունն իրականացվել է մի քանի ալիքով, տարբեր տվյալներով հարյուրավոր հրթիռների կիրառմամբ, այդ թվում բալիստիկ։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել են տասնյակ օբյեկտներ, ավիաբազաներ, ռազմական կենտրոններ, ներառյալ Պաշտպանության նախարարության շենքը։ Վերջին տվյալով 70-ից ավելի մարդ է տուժել, հաղորդվում է զոհերի մասին։ Ցահալը սակայն հայտնում է, որ Իսրայելի ուղղությամբ 100-ից էլ քիչ հրթիռ է արձակվել, մեծ մասը խոցվել է։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների այդ հարցում Իսրայելին օգնել է Միացյալ Նահանգները։ Իսրայելին հրթիռային հարված են հասցրել նաև Եմենի հութիները, սակայն հրթիռն ընկել է արևմտյան ափին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի դեմ պատասխան ռազմական գործողությանն ընդառաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ուղերձով դիմել է իրանցիներին։ Իսրայելն Իրանի դեմ պատերազմ է սանձազերծել։ Թող հույս չունենան, թե կկարողանան խուսափել մեր ուժային պատասխանից։ Իրանի զինված ուժերը լիարժեք պատրաստվածության վիճակում է։ Իսրայելը մեծ սխալ է գործել։ Իրանցիներին է դիմել նաև Իսրայելի վարչապետը, կոչ անելով ապստամբել։ Իսրայելի գործողության նպատակն Իրանից միջուկային եւ հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց նաև մաքրում ենք ձեր ճանապարհը, որ ազատության հասնեք։ Ժամանակն է, որ միավորվեք մեկ դրոշի ներքո եւ պայքարեք չար ու բռնակալ ռեժիմի դեմ։ Նեթանյահուն հավելել է, վերջին 24 ժամում չեզոքացրել են միջուկային ոլորտի իրանցի գիտնականների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, հարվածել միջուկային օբյեկտների, սակայն սա դեռ ամենը չէ, շեշտել է Իսրայելի վարչապետը։ Հրեական պետության պաշտպանության նախարարն էլ արձագանքելով իրանական հարվածներին հայտարարել է, Թեհրանը հատել է բոլոր կարմիր գծերը։ Կանենք հնարավոր է, որ այաթոլաների ռեժիմը թանկ գին վճարի հանցավոր գործողությունների համար, նշել է Իսրայել կացը։ Մինչև իրանական պատասխան հարվածները Իսրայելը 3 շարունակել է հարձակումներն Իսլամական Հանրապետության տարածքի վրա։ Կրկին թիրախում են եղել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ղոմը եւ այլ բնակավայրեր։ Առավոտյան պայթյուններ են լսվել մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանի տարածքում։ Տեղեկություններ կան, որ Իսրայելն արձակումներ է իրականացրել Ֆորդոյի միջուկային օբյեկտի ուղղությամբ, հարվածել երկրի հրթիռային ենթակառուցվածքին։ Էսկալացիայի ֆոնին ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ։ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը դատապարտել է Իսրայելի գործողությունները, ընդգծել բանակցությունների կարևորությունը։ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ, աջակցություն հայտնել միջուկային գործարքի խաղաղ կարգավորմանը։ Մոսկվան կշարունակի նպաստել Իրանի եւ Իսրայելի միջև ապա էսկալացիային, ստեղծված իրավիճակը հղի է ամենաաղետալի հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հեռախոսազրույցներ է ունեցել նաև Գերմանիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի ղեկավարների հետ։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, քննադատել Իրանի միջուկային ծրագիրը եւ խոստացել անհրաժեշտության դեպքում աջակցել Իսրայելին։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանին Իսրայելի հարվածների ֆոնին չի անհանգստանում, որ Մերձավոր Արևելքում կարող է լայնածավալ պատերազմ սկսվել։ ԱՄՆ նախագահի ձևակերպմամբ ինքը փորձում է փրկել Իրանը նվաստացումից եւ մահից։ Թրամփը հավելել է, որ Թեհրանը դեռ հնարավորություն ունի միջուկային գործարք կնքել Վաշինգտոնի հետ, այլապես շատ ավելի վատ կլինի։ Ամերիկյան եւ իրանական պատվիրակությունների հանդիպումների 6-րդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Օմանում, սակայն իսրայելական հարվածների ֆոնին Թեհրանը հրաժարվել է դրանց մասնակցելուց։ Արդյոք Իրանն ամբողջությամբ դուրս կգա միջուկային բանակցություններից, դեռ հայտնի չէ։ Դիանա Գասպարյան, լուրեր։